մի պատմություն են սարքել մեր գլխին, որի մեջից ես չգիտեմ երբ դուրս կգամ ու ինձ դեպով դուրս կգամ։ Լարսում հայկական բեռնատարների կուտակումը մեծանում է, իսկ բեռնափոխադրողների անորոշությունը խորանում։ Օրեր շարունակ 19 տոննա պղպեղ բարձած բեռնատարի վարորդն անհանգստացած է, բանջարեղենը երկար չի կարող այդպես պահել։ Կողքին հայկական միրգ բանջարեղեն տեղափոխող բեռնատարների այլ վարորդներ են, որոնցից շատերին, ասում է, ռուսները զգուշացրել են, պետք է Հայաստան վերադառնաք։ Բոլորը ձևակերպված են ետդարձ դեպի Հայաստան, բայց ոչ մեկին թույլ չեն տալի գնալ դեպի Հայաստան։ Փաստաթղթերը չեն տալի։ Ետդարձի ձևակերպումից հետո այդ մեքենաները դեռ պետք է մտնեն զննում, որը որ չի տեղավորվում տրամաբանության մեջ, ինչի է մտնում զննում։ Եթե մեքենան արդեն ձևակերպված է ետդարձ Հայաստան։ Վարորդները պնդում են Ռուսաստանի սահմանին ու հարակից մաքսակետերում կուտակված հայկական բեռնատարների թիվն արդեն մի քանի հարյուրի է հասնում։ Այսօր էլ մեկ այլ լուր են ստացել։ Չեն տալի փաստաթղթերը։ Մեքենաները կանգնած են, հետո գալիս է մեկ այլ ինֆորմացիա, որ ամբողջ բեռը պետքա բեռնաթափեն, պետք է անցնեք այդ բոլոր process-ը, անորոշ վիճակով։ Հիմա ինձ հետ կանգնած օրինակի քար կա, կահույք, տարբեր բեռներ կան ինձ հետ կանգնած։ Ուղղակի նրանք այդքան անհանգստացած չեն, որովհետև իրանց մոտ սառնարան չի աշխատում։ Անանուն մնալ ցանկացող այս բեռնափոխադրողն ասում է, իրենց ընկերներից մի քանիսն էլ տոննաներով հայկական բեռները հասցրել են Բելարուս ու հիմա էլ այնտեղ են ասում, վաճառքի ենթակա չէ։ Բայց պնդում են, Հայաստանում անցել են անհրաժեշտ ստուգումները, ըստ որի բեռը խնդիր չունի։ Հայաստանում ստուգվել է, մտել է Լարսով անցել է, Լարսում արդեն չի ստուգվում, Բելարուսը գնացող բեռը։ Բելարուսիայում ստուգում են, ասում են, չէ, չգիտեմ, հիվանդություն կա, չի համապատասխանում, արդեն այնտեղ էլ են սկսել մերժել։ Արդեն 2-3 դեպք է։ Այնտեղ արդեն պետք է ուտիլիզացնել եւ այդ վճարները վճարել, ուտիլիզացիան էլ է մեծ գումարներ։ Այս բեռնափոխադրողի խոսքով, օրինակ, Բելարուս հասած ապրանքը, որ պետք է տեղի շուկայում վաճառվեր ու տնտեսվարողը ստանար դրա գումարը, հիմա պետք է ոչնչացվի ու աղբ դառնա, կամ էլ անվճար թողնեն սահմանին ու վերադառնան, որովհետեւ ապրանքի ոչնչացման համար, ըստ մեր զրուցակցի, պետք է վարորդը կամ հենց տնտեսվարողը վճարի։ Նրանք վստահ են, սա քաղաքական հաշվեհարդար է Հայաստանի նկատմամբ, որը չնայած Ռուսաստանից ամեն օր հնչող զգուշացումների, այդպես էլ չի ասում։ Հիմա ԵՄ թե ԵԱՏՄ-ի ուղին է բռնում։ Մեր պետության ընտրություններն է կարևոր, դրա պատճառով է երևի ես ամեն ինչ, քանի որ երբ որ ինչ-որ բան են Հայաստանում ասում, որ իրանց դուրը չի գալիս, այդ դեպքում է հիմնականում բլնում խոչընդոտները։ Մեր բեռնափոխադրողների հետ կապված բեռնափոխադրողների միջոցով փորձում են ազդել կարծիքով ընտրությունների վրա, որ իրանց ուզած ուժերը ավելի շատ ձայնը հավաքեն հասնեն։ Հայաստանի արտգործ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, դեպի Ռուսաստան արտահանվող տարբեր ապրանքներում պարբերաբար խնդիրներ ծագում են ու նա դա չի կապում ընտրությունների հետ։ Նես չի, որ նախկինում այդպիսի բան չի եղել եւ ահա հիմա մեր ընտրությունների ընտրապայքարի կամ որևէ ինչ-որ նարատիվի ֆոնին այսպիսի բան քայլի են դիմում Ռուսաստանի իշխանությունները։ Կան խնդիրներ, այդ խնդիրները մշտապես ծագել են, ծագում են, մենք հակված ենք կառուցողական առողջ գործընկերային քննարկումների մթնոլորտում գտնել լուծումներ։ Ռուսական կողմին Հայաստանի այս հավաստիացումները կարծես չեն համոզում այսօր էլ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն է կշտամբել Երևանին, թե ամեն անգամ չմասնակցելով ՀԱՊ քաղաքներին մտածածին պատճառներ է մատնանշում։ Շոյգուն ընդգծել է. Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա եւ պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից, սակայն սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է եւ նրա պատասխանատվությունն իր երկրի եւ ժողովրդի ապագայի համար։ Հայաստանի պաշտոնյաները չեն հստակեցնում այս պահին քանի հայկական բեռնատար է խնդիրների բախվել, պատասխանատու կառույցները ոչինչ չեն ասում ու մեկը մյուսի վրա են գցում